ամերիկացիները եկան ու ասացին, որ սկսեք 30-ից ու օգտագործեք Prevent-ը։ Այդքան թերագնահատված, բայց այդքան լուրջ ռիսկական անց համար Առողջ թվացող մարդը քնեց չարտնացավ։ մի բան է, երբ որ դու միանգամայն առողջ ոչ մի ռիսկ չունեցող մարդ ես եւ դա նորմալ է, եւ լրիվ ուրիշ բան է, երբ դու տարբեր խնդիրներ ու բարձր ռիսկի բուժառու ես։ Այդ չի իմպոտենցիայի մեղքը գցել ստացիների վրա, ուրիշ տեղ փնտրեք։ Բայց փաստը նա է, որ բժշկությունը շատ ու շատ զարգացել է դարերի ընթացքում։ Եթե չենք ծխում սովորական սիգարետ, ծխենք ալտերնատիվներ, որոնք իրենք ավելի քիչ վնասակար են, բայց քիչ վնասակար չեն։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի բժշկական կենտրոնն է, որտեղ դուք մաքսիմալ արագ, որակով եւ բարձր պրոֆեսիոնալիզմով կստանաք ձեզ անհրաժեշտ բժշկական ախտորոշման եւ բուժման վերաբերյալ խորհրդատվությունը։ Կարդիոլաբում մեր արժեքներն են՝ որակը, բուժառույակենտրոն մոտեցումը, պրոֆեսիոնալիզմը եւ թիմային աշխատանքը։ Սիրով կսպասենք ձեզ։ Բարեկամներ, մեզ համար շատ կարևոր են ձեր դիտումները եւ տարածումները, որպեսզի մեր ալիքը կարողանա առաջընթաց ունենալ։ Եվ այդ պատճառով, եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ մաքսիմալ տարածել, կիսվել ձեր ընկերների հետ, միգուցե ինչ-որ միտեղ ինչ-որ մեկին այսօրվա մեր տեսանյութը պետք է։ Շնորհակալություն աջակցության համար։ Բարի երեկո, սիրելի դիտորդներ։ Եթերում կրկին Կարդիոլաբն է եւ ես սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Մի պահ նախքան այս էպիզոդին անդրադառնալ, ուզում եմ կանգ առնել եւ բոլորիդ հայտնել, որ մեր ոդքասթն արդեն 2 տարեկան է։ Եվ ես շատ շնորհակալ եմ ձեզանից բոլորիցդ, ովքեր դիտում եք, բաժանորդագրվում եք եւ տարածում եք մեր հաղորդումները, քանի որ այն ուղղված է մեր հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանը եւ իբրև արդյունք առողջության շատացմանը եւ հիվանդացության նվազմանը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, 2 տարի է մեզ աջակցում եք ձեր դիտումներով, ձեր տարածումներով եւ մեր կողքին եք այս դժվար ճանապարհին։ Իսկ այսօրվա մեր հյուրը շատ պահանջված, շատ սիրված սրտաբան է, մարդ, ում գրեթե բոլոր արտաքներում շատ ուզում են տեսնել եւ լսել իր գրագետ, պրոֆեսիոնալ կարծիքների համար կանխարգելիչ սրտաբանության վերաբերյալ։ Իմ հյուրն է այսօր բժիշկ սրտաբան Վիկտորիա Մելոյանը։ Ողջույն Վիկա ջան։ Բարև ձեզ դոկտոր ջան։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շատ շնորհակալ մեր հյուրը լինելու համար եւ շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիր, գիտեմ, որ զբաղված էիր այսօր շատ։ Վիկա ջան, ինչից սկսենք։ Ես առաջարկում եմ սկսենք առողջ մարդկանց վերաբերյալ սրտաբանական կանխարգելիչ խորհուրդներից, հա, ենթադրենք բուժառուն միանգամայն առողջ է։ Երբ այնց պետք է ինքը սկսի անդրադառնալ իր սրտի առողջությանը եւ ինչ կերպ պիտի անդրադառնա դրան։ Երևի թե այդ հարցի պատասխանը խիստ կախված է նրանից, թե ընտանիքում ինքը ինչ դեպքեր ունի, եթե ինքը ունի առաջին կամ երկրորդ գծի հարազատներ, ովքեր վաղաժամ մահ են ունեցել ընտանիքում, ընդհուպ ու օրինակ պատճառը եղել է պարզ, որ ընտանեկան ժառանգական հիպերխոլեստերինեմիա կա, եթե նայենք հիմիկվա խորհուրդներին, ապա հանձնարարականներն ասում են, որ նման ընտանիքներում երեխաները անգամ 2-3 տարեկանում պետք է իրենց առաջին սկրինինգն անցնեն լիպիդների առումով։ Եթե այդ ամեն ինչը չկա, ինչ որ կասկածելի դեպքեր կան, այսինքն հաստատված հիպերխոլեստերինեմիա չկա, առաջինը 9-ից 11 տարեկանն է դառնում։ Եթե դա էլ չկա, արդեն են զուտ համընդհանուր կանխարգելման տարիքը 19-ից 21 տարեկանում հանձնել, հետո արդեն դրանից մոտավորապես 10 տարի հետո ամերիկյան ասոցիացիան դարձրեց 30 տարեկանի տարբերություն եվրոպական ասոցիացիայի այդ շեմը սկսելու, այսինքն եթե եվրոպացիներն ասում էին, որ 40-ից սկսած սկոր 2-ով բոլորին գնահատեք միջադեպերի ու մահացության առումով, ամերիկացիները եկան ու ասացին, որ սկսեք 30-ից ու օգտագործեք Prevent-ը։ Որպես սանդղակ։ Եթե փորձենք մի փոքր բացել, հա, ինչ ասել է վաղաժամ սրտային մահ, հա, որն է դրա սահմանումը եւ որն է
այդ իրավիճակը, որ մարդ պետք է սկսի անհանգստանալ եւ գնա որոշի հանձնել իր արյան մեջ, տեսնի խոլեստերինի եւ նրա տարատեսակ մասնիկների Թե տենց շատ մակարդակը։ կոպիտ հաշվարկով ասենք, դա մինչև 55-60 տարեկան հանկարծամահությունն է ընտանիքում ունենալը, ծնողի կամ տատիկ-պապիկի շրջանակում կամ հորեղբայր, քեռի, մորաքույր։ Այդ նշանակում է, որ իցուկ մարդն արդեն հատել են 18-ի սահմանը 19 է, արժի, որ ինքը ստուգի իր լիպիդային պանելը, ներառյալ լիպոպրոտեին ան, որը որ այդքան էլ դեռ պոպուլյար չի, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Շատ լավ։ Մի փոքր էլ անդրադառնանք հանկարծամահության սահմանմանը, այսինքն ինչ նկատի ունենք, որ ասում ենք հանկարծամահություն, որն է այդ երևույթի։ Քրոնիկ հիվանդություն չուներ, չէ՞ մարդը։ Ու մի օր առերևույթ առողջ թվացող մարդը քնեց չարտնացավ։ Ու հետո ասացին, որ սրտանոթային էր պատճառը, ասենք, սրտամկանի սուր ինֆարկտը կամ ինսուլտը։ Կամ նույնիսկ եթե չասենել։ Նույնիսկ եթե չասենել։ Նույնիսկ այդ իրավիճակում, եթե հանկարծակի է, այսինքն 24 ժամվա ընթացքում է առաջացել ընդհանրապես բոլոր սիմպտոմները, ինձ թվում է սա կարող ենք համարել հանկարծամահություն եւ սա հստակ կարմիր դրոշակ է, որից հետո բոլոր առաջին կարգի հարազատները պետք է անհանգստանան ու սկսեն մտահոգվել։ Այ ասեցինք լիպիդային պանել։ Եթե փորձենք մի քիչ ավելի հանրամատչելի ժողովրդական լեզվով ասել, ինչ է դրա մեջ մտնում եւ որոնք են այն արյան թեստերը, որոնք պիտի հանձնի այդ բարձր ռիսկի խմբում գտնվող բուժարուն։ Մենք օրգանիզմում ունենք այդ խոլեստերին ասված նյութը, որը որպեսզի ճամփորդի լյարդից ծայրամասային օրգաններ, մկան, ուղեղ եւ այլ օրգաններ ու հետ ճամփորդի լյարդ, իրեն կպած է լինում տարբեր սպիտակուց, այդ սպիտակուցների ուղեկցմամբ իրենք այդ լիպոպրոտեինները ճամփորդում են, երբ որ լյարդից գնում են դեպի ծայրամասային հյուսվածքներ, դա լավ խոլեստերինն է, որովհետեւ ամեն դեպքում խոլեստերինը մեր օրգանիզմում մի շարք ֆունկցիաների համար շատ կարևոր, կենսական կարևոր նյութ է։ Ու այնտեղից իրենք պետք է այդ մնացորդները կոպիտ ասած այդ փոփոխված տեսակը, հետ վերադառնա, լյարդը իրեն վերամշակի ու նորից պատրաստի։ Այդ էլ արդեն այն վատ խոլեստերինն է։ Գնացողը կոչվում է բարձր խտության լիպոպրոտեին կամ HDL, հետ վերադարձողը ցածր խտության կամ LDL-ը, ՑԽԼ-ն նույն ինքը։ Ու կան նաև տրիգլիցերիդներ, որոնք կարելի ասել ինչ որ ճարպային կաթիլներ են ճամփորդող արյան հունով, որոնք նույնպես սրտանոթային ռիսկ են բարձրացնում, շատ բարձր թվերի դեպքում արդեն իհարկե ոնց որ հերթը չի հասնում սրտանոթային ռիսկի, որովհետև սուր ենթաստամոքսային գեղձի բորբոքման ռիսկ են բարձրացնում։ Ու երբ որ այս բոլոր տեսակների միջև, այն լավ ու վատ խոլեստերինների միջև հարաբերությունը, փոխվում է, ինչ պատճառներով դա լինի, կենսակերպ կամ ժառանգականություն, մենք ունենում ենք որոշակի արդեն խնդիրներ։ Ու այդ լիպիդային պրոֆիլը, որը որ ցույց է տալիս, սովորաբար 4 բան է ներառում իր մեջ՝ ընդհանուր խոլեստերինը, տրիգլիցերիդը, վատ խոլեստերին ՑԽԼ-ն, լավ խոլեստերին ԲԽԼ-ն։ Այս մեզ տալիս է ինչ որ ընդհանուր պատկեր, բայց երբեմն ինքը բավականաչափ բավարար չի լինում, որովհետև մենք ունենք այնտեղ լիպոպրոտեին A, որը որ մեծ հաշվով 90%-ից բարձր, դեպքում բացառապես ժառանգականությամբ է պայմանավորված ու ինքն է պատասխանատու, օրինակ երբ մարդը ունի իդեալական լիպիդային պրոֆիլ, երբեք չի ծխել, բայց շունտավորման կարիք է մի օր բարձվում, որ ունի այն աստիճան են հիվանդ անոթները, որ անոթները փոխել են պետք։ Այ հենց ինքը այդ լիպոպրոտեին A-ն է, որ փոքրիկ, ոնց որ ես եմ ասում, շատ կավառնի մոլեկուլ է, LDL-ին շատ նման է, բայց ինքն ունի նաև մի հատ պոչիկ, ու այդ պոչիկը ApoA կոչված սպիտակուցն է, լիքը բան է փոխում։ Ու դեպքերի որոշ մասում էլ մենք կարիք ենք ունենում ApoB լիպոպրոտեինը ստուգելու, այդ այն մարդիկ են, ովքեր ունեն շաքարային դիաբետ, ովքեր ունեն ճարպակալում, ունեն տրիգլիցերիդների շատ բարձր թվեր, որովհետև այս բարձր թվերը ու այս բոլոր վիճակները կարող են կեղծ պատկերը փոփոխել ու մենք չկարողանանք միայն այն ստանդարտ 4 անալիզով լիպիդային պրոֆիլով կողմնորոշվել ռիսկը գնահատելու հարցում, մեզ պետք լինի մի քիչ ավելի խորը դիտարկել։ Իսկ այդ ApoB կոչվածը ինքը ոնց որ մեր օրգանիզմում աթերոսկլերոզ առաջացնող բոլոր աթերոգեն մասնիկների համագումարն է կոպիտ ասած։ Իրենք բոլորը ApoB են պարունակում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ընդհանուր խոլեստերինը որոշելը ոչինչ չասող գործողություն է, ոչ մի
էապես որևէ ինսայթ չտվող գործողություն է։ Հենց այդպես։ Բայց շատ հաճախ մեր բուժառուները մեզ ասում են, որ ես որոշել եմ իմ խոլեստերինը, նա նորմալ է։ Այո, կամ դիցուկ բուժումը ստատինի դոզան որոշվել է ըստ ընդհանուր խոլեստերինի թվի, բայց այդ մեզ ոչինչ մեծ հաշվով չի տալիս։ Իսկ եթե փորձենք մի փոքր ավելի մանրամասնել, օրինակ LP փոքր A-ի լիպոպրոտեին A-ի դերի վերաբերյալ, հա, ինչ է ինքը նշանակում եւ որ իրավիճակներում է ինքը որոշվում։ Առհասարակ ինքը վաղուց կար։ Ու եթե տենց էվոլյուցիոն տեսանկյունից նայենք, թե ինչին էր օրգանիզմին պետք լիպոպրոտեին ան, եթե ինքը միայն վատ բաներ է անում, այսինքն վատ բաներ անում է մի քանի 3 տարբեր ֆրոնտով, ինքը շատ բորբոքում է առաջացնում անոթի պատում, ինքը LDL-ի այն վատ խոլեստերինի նման մեր իմացած սիրում է այդ մտնի պատի մեջ ու այնտեղ կուտակվի ու բացի այդ ինքը նաև շատ թրոմբոգեն ազդեցություն է, այսինքն շատ նպաստում է, որ թրոմբ առաջանա այդ հատվածում։ Էվոլյուցիոն տեսանկյունից ինքը ի սկզբանե եղել է բորբոքային իրավիճակներում, հա, շատ կարևոր ֆակտոր, օրինակ, երբ որ օրգանիզմ այն ժամանակ, երբ որ մենք հələ ժայռերում էինք եւ քարանձավներում, fight or flight, երբ որ այն ժամանակ ինչ որ մտնում էր բակտերիա ու բորբոքում էր, ինքը գալիս էր կպնում էր էնդոտոքսինին, իր այն ApoA կոչվող պոչիկով ու լիքը կարևոր գործեր էր անում ողջ մնալու համար, բայց ժամանակները փոխվեցին, մենք էլ տենց ողջ մնալու հարց չունենք, մի փոքրիկ ինչ որ վերքից չենք ինֆեկցվում մահանում ու ինքը մնաց ու սկսեց հանդիպել բնակչության որոշակի մասի մոտ այնպիսի թվերով, որոնք որ կլինիկորեն արդեն հենց հստակ պատճառը հետևանքային ձևով այդ աթերոսկլերոզ կոչվածը խորացնում են։ Ինքը էլի LDL-ի նման կնստի պատի մեջ, ուղղակի տարբերություն LDL-ի սննդակարգով ֆիզիկական ակտիվությամբ եւ անգամ ստատիններով ոչ մի կերպ չի իջնի։ Այս պայդրությամբ այն բոլոր դեղերը, որոնք որ փորձում են սինթեզել իրեն իջեցնելու համար, դեռ գտնվում են 3-րդ ֆազայում, հույս ունենք, որ 27 թվականի վերջերում գոնե կլինեն ու իրենք իջեցնեն 80-90%-ով, որովհետև երբեմն մենք ունենք պացիենտներ, որոնց ֆանտաստիկ հսկում ենք իրենք, չգիտեմ, շաբաթական ընդհուպ 3 անգամ ուժայիններով, կարդիոներով, ամեն ինչով զբաղվում են, խմում են ստատինը, ՑԽԼ-ն իդեալական թվերի է, շաքար չկա, չեն ծխում, բայց շարունակում է այդ նեղացումը պրոգրեսիվ հարաճել ու դրա պատասխանատուն լիպոպրոտեին անը ու լիպոպրոտեինը նույն կերպ նաև աորտալ ստենոզն է խորացնում, եթե ինքը բարձր է, մենք շատ ավելի արագ պրոգրեսիվում ենք ունենում աորտալ ստենոզի։ Խորհուրդ է տրվում, որ բոլորս գոնե կյանքում մեկ անգամ հանձնենք, հենց այդ խորհուրդը հայտնվեց, ես անմիջապես գնացի ու հանձնեցի, որ հրաշալի թիվ էր, գոհ եմ իմ լիպոպրոտեին այդ թվից։ Իսկ ո՞րն է այն սահմանը, որից վերև պետք է անհանգստանալ։ Առաջ միլիգրամ դեցիլիտրով էին չափում ու տենց 50-ն էր վերցված, բայց հիմա այս ոնց որ ասում եմ ժամանակակից սրտային այդ հանրույթները խորհուրդ են տալիս, որ վերցնել նանոմոլ լիտրով տարբերակը 75-ը մինչև իդեալական է, 75-ից 125-ը ինչ որ սահմանային թիվը, որը առանձնապես չենք միջամտում, 125-ից նանոմոլ լիտրից սկսած արդեն ինքը գծային, ոնց ինքը աճում է, գծային իր հետևից նաև այդ ռիսկերն են աճում։ 125-ից վերև արդեն բիցուկ եթե մարդ ունի 200 նանոմոլ լիտր, մենք դա կարող է իր այդ բուժման տակտիկայում որոշակի ազդեցություն ունենալ, այսինքն եթե մարդ ունենար 60 նանոմոլ լիտրով LDL 4.5, մենք չմիջամտենք 200-ի դեպքում մենք այն 4.5 LDL-ին կմիջամտենք, որովհետև իրենք արդեն սան ձեռքի բռնած անոթի պատը շարքից հանում են։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ երբ մենք տեսնում ենք, որ LPA-ը բարձր է, լիպոպրոտեին ան բարձր է շատ, ռիսկային գոտում է գտնվում, ժամանակ մենք պիտի աշխատենք հարակից ռիսկի գործոնները զգալիորեն նվազեցնելու եւ ավելի ագրեսիվ կերպով դրանց ուղղությամբ աշխատանք տանենք, որովհետև ոնց որ ազդում ենք նրա վրա, ինչի վրա որ կարողանում ենք ազդել, այս բան հենց խելամիտ մոտեցում է, չարժի փորձել ազդել մի բանի վրա, որը իհարկե այս պահի դրությամբ կա դեղ, որը անողակիորեն իրեն էլ է իջեցնում 25-ից 30%-ով կախված ինչ-որ տարբեր գենետիկ վարիանտներից ու ես ունեմ պացիենտներ 2 հոգի, որ ստանում են, որովհետև չափազանց բարձր է ու մեզ անգամ այդ 25%-ով իջեցնելը
ամեն դեպքում ռիսկի իջեցում է ենթադրում, բայց ցավոք այն ուղղակիորեն հենց իր վրա թիրախավորված բուժում դեռ չկա, բայց կլինի, որովհետև աշխատանքներ տարվում են։ հա, սրտաբանությունն էլ շատ պրոգրեսիվ կերպով զարգացող լիքը ռեսուրս է դրվում։ Ես հիշում եմ 10 տարի առաջ սրտաբանները ինչ որ դեպրեսիվ վիճակում էին սկսել, ինչ որ նվնվալ, որ օնկո ոլորտում շատ է ռեսուրսներ դրվում, բայց հիմա երբ քաղցկեղը նույնպես քիչ թե շատ վերածվել է քրոնիկական հիվանդության, կարծես թե իմ տպավորությամբ էլ ռեսուրսները, մասնավորապես ֆարմայի իմաստով, սրտաբանության մեջ սկսել են ավելի շատ ներդրվել։ Գիգանտները Չէ, սկսեցին մի ընթացքում կոյողությամբ շատ ուղղել, բայց օրինակ այս բան լիպոպրոտեին A-ի հետ կապված 4-ից 5 ներարկման դեղ կա հենց ու մի բերանացի ընդունման դեղ կա ու այն խոշորելի հենց ֆարմ կամպանիաների կողմից։ Այնպես որ, ընթացքի մեջ է, սպասենք նորությունների։ Իսկ ո՞րն է այն իրավիճակը, երբ կյանքում մեկ անգամից ավել արժի ստուգել։ Եթե եղել է թիվը սահմանային ու կինա պացիենտը ու մենոպաուզա է եղել։ Մենոպաուզայից հետո սովորաբար այդ թիվը աճում է որոշակիորեն ու երկրորդ անգամ ստուգելու հարց ենք ունենում։ Հետաքրքրական է, ինչով է դա պայմանավորված, որովհետև կարծես թե գենետիկական էստրոգեններով, ու ընդ որում կար հետազոտություններ, որոնք որ ցույց տալիս, որ այդ փոխարինող թերապիան դաշտանադադարի իրենք լիպոպրոտեին A-են իջացնում ու ոչ միայն լիպոպրոտեին A, LDL-ել։ Հետաքրքրական է, որ մենոպաուզան այդքան թերագնահատված, բայց այդքան լուրջ ռիսկ է կանանց համար, որի մասին ըստ իս շատ քիչ է խոսվում։ Մարդիկ դա համարում են ֆիզիոլոգիական process, շատ մարդիկ, բայց ֆիզիոլոգիական process-ը, որը կարծես թե բավականին շատ ռիսկեր է բարձրացնում։ Օրինակ մոտեցումը այդ տիպի պացիենտների մոտ մենոպաուզալ տարիքում գտնվող կանանց կամ պերիմենոպաուզալ ասենք երևի, որովհետև մենոպաուզայից հետո արդեն replacement թերապիան շատ ակտուալ չի, էլի։ Հա։ Իրենց ուղղորդել լավ գինեկոլոգի մոտ, ով որ հրաշալի զբաղվում է։ Գինեկոլոգի թե էնդոկրինոլոգի, թե երկուսը միասին։ Գինեկոլոգներ կան, մատների վրա հաշված, ովքեր այդ հարցով տենց շատ լավ են զբաղվում, գինեկոլոգ։ Գինեկոլոգ։ Ես կարծես մտքումս արդեն մոտավորապես հասկացա ում մասին ենք խոսում։ Գոված չհամարենք, բայց երևի մի օր իրեն էլ հյուր կունենանք մեր տաղավարում եւ այս թեման շատ մանրամասն կքննարկենք։ Okay, լիպոպրոտեին A-ից մի փոքր տեղեկացանք եւ ծանոթացանք։ Այ հիմա կուզեի մի քիչ ավել զրուցեինք ապոլիպոպրոտեինների վերաբերյալ, ինչ են դրանք եւ իրենց դերը որն է եւ արդյոք իրանք միայն սիրտանոթային հիվանդություններին են վերաբերվում, թե ինչպես նշվում է եւ հետաքրքրական հետազոտություններ կան կարծես թե նաեւ դեմենցիաների եւ ոչ վարակիչ մյուս հիվանդությունների քաղցկեղի եւ այլն։ Ապոյեի հետ կապված էր, չէ՞, ոնց որ դեմենցիայի հետ կապված ռիսկը ինչ որ գենետիկ, ինչ էինք խոսում այն օրը։ Ապոյեի բարձր թվերը կարծես թե ասոցիացվում են դեմենցիայի փոքրինչ բարձր հավանականության հետ։ Ապոցեր կան, ապոց3-ներ, C2-ներ։ Ընդհանրապես ինչ անում են ապոներն են անում։ Իսկ իրանք ով են, ինչ են։ Իրենք սպիտակուց են, որոնք որ դիցուկ այդ խոլեստերինի, չգիտեմ, ճարպիկները, յուղերը տարբեր ինչ որ շերտերով այնտեղ, տարբեր տեսակի ճարպեր շերտերով սիրուն հավաքված են ու միշտ այդ ամեն ինչին կպած է ինչ որ սպիտակուցային պոչ, որը իրականում մարդկանց կթվա թե պասիվ տրանսպորտ է, բայց ինքը պասիվ տրանսպորտ չի, ինքը ուղղակի չի տեղափոխում։ Ինչ անում է հենց այդ սպիտակուցային պոչը։ Եթե, չգիտեմ, սպիտակուցային պոչ կա C2-ը, որը որ ապոց2-ը գնում է այդ լիպոպրոտեին լիպազի LPA-ի վրա է ազդում ու իր ինչ որ խանգարումները կարան բերեն օրինակ գենետիկ հիպերտրիգլիցերիդեմիայի, կա C3-ը, որի խանգարումը կարա բերի էլի նորից հիպերտրիգլիցերիդեմիա ու խիստ կախված է իրանցից որ մեկի հարցն է բուժումը ոնց կընտրենք։ Մենք ունենք այնտեղ այս ApoB-ն, որը որ հենց այդ պատի մեջ մտնող ու բլաշկը առաջացնող վահանիկ առաջացնողն է։ Մենք ունենք ApoA-ն, որը որ հենց այդ կպածն է լիպոպրոտեին A-ին ու հենց ինքն է որ կապվում օրինակ այդ ինֆեկցիոն տարբեր էնդոտոքսինների, միկրոբների ու պլյուս ինքն է որ հենց
պլազմինոգեն կա, չէ, որ պետքա օրենքով գնար ու թրոմբը կտրատեր, ու ինքը քանի որ շատ նման այդ սպիտակուցը պլազմինոգենին, ինքը գնում կպնում է, բայց չի կարողանում այդ ֆունկցիան անի, արդյունքում ավելի շատ ստիպում է, որ թրոմբ առաջանա։ Այսինքն մեծ հաշվով, թե այդ ճարպայուղային կոմբինացիան իրան ոնց կպահի, խիստ կախված է թե որ սպիտակուցն է իրեն կպած։ Ու այդ սպիտակուցը ինչ չափսեր ունի, քանի անգամ է իր մեջ ինչ որ տարբեր կառուցվածքներ կրկնվում եւ այլն։ Դրանք շատ ակտիվ գործունյա ու երբեմն մեր դեմ գործող սպիտակուցներ են։ Այ մենք ունենք ապոբեն, որը շատ խոսվում է եւ նույնիսկ ուղեցույցների մեջ է այսօր իր տեղը գտել։ Ապոբեի որ մակարդակն է, որ բարձրացնում է սիրտանոթային հավանական ռիսկը եւ որ պացիենտների մոտ է, որ մենք արժի որ դա ստուգենք եւ հետեւողականորեն իջեցնենք եւ դրանից էլ բխող հաջորդ հարցը ինչպես իջեցնենք։ Ապոբեն, եթե LDL-ի չէ, պարագայում ունենք տեղ 1.4, 1.8, 2.6, այս ապոբեի պարագայում երկու թիվ ենք հիշում 65-ն ու 85-ը, եթե շատ բարձր ռիսկ է 65-ից ներքև պետքա լինի, եթե բարձր ռիսկ է 85-ից ներքև։ Իրեն մենք հետևում ենք այնպես, ոնց որ պարզապես իր գինը մի քիչ ավելի բարձր է, քան օրինակ LDL չափելու գինը զուտ, որպես լոգիստիկ առումով դժվարություն։ Մենք իրեն հետևում ենք այնպես, ինչպես LDL-ին կհետևենք, այսինքն եթե ես ունեմ պացիենտ, ով որ ունի շաքարային դիաբետ կամ հիպերտրիգլիցերիդեմիա, ես LDL-ով էլ չեմ կարող կողմնորոշվել, որովհետև LDL-ը սովորաբար ուղղակի չափվող անալիզ չի։ LDL-ը միշտ ստացվում է իմ ըստ իմ տեղեկության հատկապես Հայաստանում ստացվում է ինչ որ բանաձևի մեջ տեղադրելով ընդհանուր խոլեստերինը, տրիգլիցերիդը, դերիվատիվ է, բայց այդ արանքում ինձ միշտ հետաքրքրում է, կներես միջանկյալ հարց, այ ուր ակորում են very low LDL, շատ ցածր խտության լիպոպրոտեիններ հասկացողությունը։ Տրիգլիցերիդների մեջ է ասենց կորում։ Իրեն 1 խիլոմիկրոններին ու այդ շատ ցածրերին տրիգլիցերիդների մեջ կորում են ցավոք սրտի։ Հիմա այս պացիենտի պարագայում ցույց եթե ես ունեմ ստենտավորված պացիենտ, ով շաքարային դիաբետ ունի, ես իրեն ապոբեով ստատինի դոզան կորոշեմ, որովհետև մեծ հաշվով բուժումը էլի նույնն է, ստատինի դոզով։ Եթե ես ՑԽԼ-ն երբեմն եղել է այդպիսի դեպք, անտիրտիվ է գալիս, ապոբեն տալիս ենք ու ես տեսնում որ մենք ընդհանրապես չենք հասել ոչ մի տեսակ թիրախի, իսկ այդ շատ ռիսկային է ու մի տեսակ ափսոս է, որ մարդը խմում է դեղ ու չի խմում դեղ այն դոզայով, որ ինքը հասնի իր թիրախին, որովհետև եթե խմում ենք դեղ, խմենք այն դոզայով, որ հասնենք անվտանգ թվերի, որ ստենտը չփակվի, մնացած անոթները չփակվեն, այսինքն արդյունավետ լինի մեր արած գործը։ Միանշանակ համամիտ եմ քեզ այդ հարցում, ամեն ինչ կամ ոչինչ, այսինքն կիսատ անհիմն նշանակումները կարող են էլ ավելի վատացնել, որովհետև մենք ոչինչ չգիտենք։ Ունենում ենք օրինակ ընտանեկան հիպերխոլեստերինեմիա կասկածով երիտասարդներ, ովքեր ունենում են այդ ՑԽԼ վատ խոլեստերին կոչված է 7, 8 եւ բարձր, իրենք ստանում են շատ sense սիմվոլիկ դեղաչափեր, շատ սիմվոլիկ ու իջնում են դիցուկ 5-ի 6-ի։ Դա հավասարը ոչ մի բան, այդ իլյուզիա է բուժում անելու, այդ իրական ոչ մեկին մենք չենք բուժում, որովհետև հստակ կան խորհուրդները հանձնարարականները իջնել կիսով չափ 50%-ով, հետո ձգտել, եթե օրինակ կա ընտանեկան հիպերխոլեստերինեմիա կասկած 1.8-ի, որքան էլ որ դա դժվար է։ Թվում է թե պացիենտը ինչ որ 10 միլիգրամանոց ստատինով իջեցրել է, դե ոնց որ թե մոտեցել են լաբորատորիայի նորմայի ռեֆերենսներին, բայց այդ լաբորատորիայի նորմայի ռեֆերենսները հիշենք, որ դրանք առողջ 30 տարեկան չծխող կնոջ նորմաներն են։ Իմ մյուս մեծ խնդիրն է, որ բուժառուները ասում են, ես հանձնել եմ ու նորմալ է, եւ այդ հարցը անպայման արժի գնահատել, քննարկել մեր լաբորատոր գործընկերների հետ, որ այդ նորմաները ինչ որ ձևով Չերևան կամ չտպվեն, որովհետև իրենք շատ տարբեր են եւ լրիվ մի բան է, երբ որ դու միանգամայն առողջ ոչ մի ռիսկ չունեցող մարդ ես եւ դա նորմալ է, եւ լրիվ ուրիշ բան է, երբ դու տարբեր խնդիրներ ու բարձր ռիսկի բուժառու ես։ Մոլորեցնում են ավելի շատ այդ նորմաները, քան ուղղություն են տալիս, որովհետև պացիենտը հավատում է օրինակ 40% քնային զարկերակի նեղացմամբ, որ եթե ինքը իջել է 3-ի, LDL-ը 6-ից, ես արդեն լրիվ նորմալ, սա օպտիմալ, իդեալական, բայց մի տարվա ընթացքում իր նեղացումը աճում է, որովհետև իր համար 3-ը նորմալ չի, որովհետև
այդ 3-ը չի արտացոլում այդ պահին իր անոթներուն վիճակը, այդ պահին անոթներուն վիճակը արտացոլվում է իր տարիների կումուլյատիվ գումարված վատ խոլեստերինով, այդ ապուպ, թե մարդը օրինակ 20 տարի բարձր խոլեստերին է ունեցել, այդ ոչ միտեղ երբեք չի կորում։ Հենց այդ է հարցը, որ եթե մարդու մենք չգիտենք էլ որ տարիքից բարձրացավ թիվը 4-ից բարձր, քանի 10 տարի եղավ ինքը այդ թվի տակ 15 տարի, այդ մի տեսակ են չհամեմատում են բանի հետ, ձյուն գալու հետ, որ LDL-ն ու լիպոպրոտեինան են օդի մեջի ձյունն են, ու բլաշկաներն էլ են ասֆալտի վրա է արդեն ձյան բլրակներն են, որ քիփ կպել են, այսինքն թե քանի տարի այդ ձյունն եկել, կապ չունի դեռ հələ չի նստել, ինչ որ շատ տեսանելի կարծրացած կորություններ չկան ասֆալտի վրա, ամեն դեպքում պետք է ձյունը պակասացնել առաջին հերթին, անգամ եթե հələ բլրակ չկա ներքևը, որովհետև տարիների ազդեցությունը ոչ միտեղ չի կորչում։ Շատ հետաքրքիր միտք է եւ համեմատությունը այդյան հետ համեմատությունը իրականում։ Այդ կալցիում սքորի հետ են անգամ շատ տենց հավես չէ, որ ասում է, եթե մարդում կատե են անում, դիցուկ, բարձր LDL-ներով երիտասարդ տղամարդուն կատե արեցինք ու կալցիում սքորը եղավ 0։ Ու ցույց տվեց, որ ոչ մի պինդ բլաշկա չկա։ Հենց այդ այն մասինը, որ դեռ ասֆալտի վրա ոչ մի պինդ ձյուն է սենց սեղմված տրամբով կարած, ջուր բլրակներ չկան, բայց օդի մեջ այդ ձյունը մեկա փաթիլները հսկա կան, իրենք մի օր նստելու են։ Հենց դրա համար ենք մենք սկսում բուժումը շուտ ու ագրեսիվ, որքան էլ որ դա տխուր եւ անընդունելի է լիքը մարդկանց համար, բայց որ ուղղակի չառաջանան, որովհետեւ երբ որ առաջանա արդեն այդ բլրակները, մենք արդեն լրիվ այլ հարցեր ունենք լուծելու։ Հիմա հակառակ եզրից հարցը, որտեղ դա էլ է շատ անհանգստացնում։ Շատ բուժառուներ ասում են, որ խոլեստերինի շատ իջեցնելը կարող է վնասակար ձևով անդրադառնալ իրենց այլ օրգան համակարգերի ֆունկցիայի վրա։ Ինչպես ես դու մոտենում ես հարցին եւ արդյոք գոյություն ունի անընդունելի ցածր ոչ թե խոլեստերինի, այլ LDL-ի մակարդակ։ Այդ շատ տարածված վախերից է, ոնց որ համել մասնագետների շրջանում, ոչ միայն։ Այո, ես չուզեցի ասել, բայց այո։ Բուժառուների, այլ հենց լիքը մասնագետներ էլ անգամ սրտաբաններ կան, ովքեր որ շատ վախենում են, բայց շատ մեծ հետազոտություններ վերջերս ավարտվեցին, որոնք ցույց տվեցին, որ այդ LDL-ի վատ խոլեստերինի ստորին սահման չկա, այնտեղ ստորին վտանգի առումով հասել էին անգամ, չգիտեմ, 0.6-երի ու 0.4-երի ու ուրեին այդ կողմնակի էֆեկտները շատ վախենում են հենց այդ դրա հետ կապված, չէ, Ալցգեյմերի հետ կապված, որ մեր ուղեղը ինքը մեծամասամբ ճարպից է կազմված, խոլեստերինը, դուք այդքան իջեցնում եք շրջանառվող խոլեստերինը, դրա համար ի՞նչ է կատարվելու ուղեղի հետ, առանց հաշվի առնելու, որ մեր ուղեղը մեծ հաշվով ինքը շատ փակ էկոհամակարգ, ինքը իր խոլեստերինը սինթեզում են այնտեղի այդ գլիալ բջիջները, աստրոցիտները, ու այն խոլեստերինը, որը ճարպը մտնում է մեր նյարդերի այդ թաղանթների միելինի կազմի մեջ, ինքը ունի կիսատրոհման շատ երկար ժամանակ, դա տարիներ է։ Եթե օրինակ լյարդը ամեն օրվա կտրվածքով թարմացնում է խոլեստերինը, այն ինչ որ ուղեղում կա, դե խոլեստերինը թարմանում է, չգիտեմ, տասնամյակը 1։ Ու մեր արյան մեջ շրջանառող, չգիտեմ, 1 կամ 1.4 LDL-ը ոչ մի աղերս չունի այդ գլխուեղի նյարդերի միելինի հետ, ինքը այնտեղ լրիվ բնությունը շատ սիրուն իրեն առանձնացրել է, որ այն նրա հետ կապ չունի։ Ես այստեղ նույնիսկ հակառակը կասեի, որ ինտուիտիվ առումով, ախր մենք գիտենք, որ դեմենցիաները մոտավորապես նույն ռիսկի գործոններ ունեն, ինչ սիրտանոթային հիվանդությունը։ Հետևաբար, սիրտանոթային ռիսկերը նվազեցնելը պիտի որ ընդհակառակ օգտակար լինի դեմենցիայից խուսափելու տեսանկյունից։ Դեմենցիաների ոնց արչի բաժին, չէ, առյուծի բաժին կներեք։ Հազարներ լինի արչի մեզ։ Մեկնաբանություններում չսկսեք ինձ քարկոծել արչի համար։ Դեմենցիաների առյուծի բաժինը անոթային ինչ որ խնդիրներին անկնում, որոնք վասկուլյար դեմենցիան, որոնց տակ ընկած է հենց աթերոսկլերոզը։ Շատ մեծ էս վերջերս էլի նորից այդ ինչ են ասում Քոխրեյնիային անալիզներից արեցին ու տեսան, որ եթե մենք ստատինով այդ աթերոսկլերոզը նորմալ կարգավորում ենք, իջեցնում ենք խոլեստերինը, Ալցգեյմերի
հանդիպելիությունը տենց համարյա 1/5-ով իջնում էր, իսկ դա հեչ փոքր թիվ չի։ Բայց ցավոք սրտի, ասում եմ, միֆերը ապրում են իրենց կյանքով, շատ իրենց սնում են, մեդիայում շատ սնում են։ Ու հետազոտություններ կա, որ ամեն անգամ որ մեդիայում ինչ որ շատ մի հատ տենց մեծ մոլորեցնող ինչ որ բան են դուրս գալիս, աղմուկ է բարձրանում, հետո դա այդ սրտանոթային մահացության վրա sense մի հատ փոքրիկ կոր է առաջացնում։ Նույնը լյարդի հետ կապված վախերը, լյարդի հետ կապված ստատինները, խոլեստերին իջեցնող այդ տեղերը, հա, իրենք կարող են մարդկանց շատ փոքր տոկոսի մոտ առաջացնել լյարդի անցողիկ, լյարդի ֆերմենտների անցողիկ բարձրացում, որը շատ կառավարելի է, շատ արագ վերադառնում, որովհետև լյարդին հեչ պետք չի մի աչքով նայել, ամենաֆանտաստիկ կարողություններ ունեցող օրգաններից մեկն է։ Մյուսը շաքարային դիաբետի հետ կապված է, որ, չգիտեմ, շաքար կառաջացնի շատ պոտենտ ստատիններ շատ բարձր դոզաներով, ընդհանրապես մի քանի շաբաթով կարող են մոտեցնել նախադիաբետը դիաբետ դառնալը, բայց երբեք մարդու մոտ որ չունի ճարպակալում, ինսուլին ռեզիստենտականություն, նախադիաբետ, իրենք ուղղակի 0-ից շաքարային դիաբետ չեն առաջացնի, ու իրենց այդ փոքրիկ ռիսկը նախադիաբետը դիաբետ դառնալու արագությունը մի փոքրիկ ավելացնելը ինքը համակշռվում է, չգիտեմ, քանի անգամ բարձր սրտանոթային մեծ միջադեպ կանխարգելելու օգտի հետ, երբեք իրենք նժարի վրա անգամ տենց մոտիկ չեն իրար, ասենց բարձրանում օդրով։ Իսկ սեռական ֆունկցիայի վրա ոնց է անդրադառնում ստատինների ընդունումը, սա էլ է հերթական մտավախություններից մեկը։ Միշտ հումոր եմ անում, որ հատկապես տղամարդկանց շրջան, որ պետք չի իմպոտենցիայի մեղքը գցել ստատինների վրա, ուրիշ տեղ փնտրեք, որովհետև այդ աթերոսկլերոզը, որ անոթները սրտի վնասում է, ինքը վնասում է նաև այլ տեղերի անոթներ, բուժեք ձեր աթերոսկլերոզը, հանգիստ թողեք ստատիններին։ Եվ մի մոռացեք, որ առաջին հերթին շատ բարձր ռիսկ է հանդիսանում հենց ծխելը ինքը, որպես աթերոսկլերոզի հավելյալ ու շատ նշանակալի ռիսկ։ Շատ թերագնահատված է, որովհետև մյուս կողմից էլ չէ, մարքեթինգային կատաստրոֆիկ մեծ հակառակն են ցույց տալիս, չէ։ Ու ռեսուրսներ է ուղղվում այդ ուղղությամբ, չգիտեմ, համոզելու, եթե չենք ծխում սովորական սիգարետ, ծխենք ալտերնատիվներ, որոնք իրենք ավելի քիչ վնասակար են, բայց քիչ վնասակար չեն։ Ուղղակի հələ լավ հետազոտված չունենք, չէ, long term հələ հետազոտություններ։ Այ խոսեցինք ստատիններից, ստատիններ, ինչ են ստատինները եւ ինչու են իրենք առաջին ընտրության պրեպարատները խոլեստերինի հետ կապված վնասակար մասնիկները նվազեցնելու ճանապարհին։ Ստատինները տենց մարդկության պատմության մեջ շատ կարևոր տեղեր են, բայց ամենաշատը իրենց չեն սիրում։ Ես միշտ տենց չեմ հիշում, ինչ որ հայտնի գիտնական սրտաբանի մոտ եմ ոնց որ լսել կամ կարդացել այդ միտքը տարիներ առաջ, որ ինքը ասում էր, այս մարդկության պատմության մեջ 3 կարևոր տեղերի խումբ ա եղել։ Առաջինը վակցինաներն են եղել, որ միլիոնավոր կյանքեր են փրկել, երկրորդը հակաբիոտիկներն են եղել ու երրորդը ստատիններն են։ Ստատինները շատ մատչելի, բավականին հրաշալի, չէ, հետազոտված տասնամյակների արդեն շատ երկարաժամկետ տեղեր են, որոնք որ ոչ միայն խոլեստերինի թիվն են անալիզի վրա, թղթի վրա իջեցնում, որովհետև մենք երբեք այդ թիվը չենք բուժում։ Իրենք ունեն նաև լիքը այլ լավ հատկություններ, իրենք ունեն հակաբորբոքային հատկություն։ Իսկ այդ հակաբորբոքային հատկությունը մեզ պետք է, որովհետև աթերոսկլերոզը մեծ հաշվով բորբոքային հիվանդություն է, անոթի պատի։ Իրենք ունեն այդ վահանի կպլյաշկան կայունացնելու հատկություն, ինչը որ օրինակ չունեն այն ներարկովի PCSK9-ի ինհիբիտորները ու այդ CRNT տարբեր բուժումներ, չնայած որ ֆանտաստիկ իջեցնում են խոլեստերինի թիվը։ Իրենք այնպես են անում, որ քիչ սինթեզվի խոլեստերինը եւ նաեւ ի շարունակություն դրան լյարդը լավ կարողանա մաքրել, հավաքել արյան մեջ եղած այդ խոլեստերինը։ Տարածված սխալներից մեկը, որ մենք հաճախ տեսնում ենք, դա նաև որ պացիենտները ստատինները ընդունում են որպես կուրսային բուժում։ Ընդունում են եւ ինչ որ պահի որոշում են այլևս չշարունակել։ Ինչ է քո կարծիքը սրա մասին եւ ինչ քանի դեռ ես միշտ շատ դժվար է մարդու համար ընդունել այդ միտքը, որ ինքը կարիք է ունենալ քրոնիկ կերպով մինչեւ կյանքի վերջ դեղ խմել։ Այդ շատ ծանր մարսվող միտք է։
Մենք տենց չէ օրվա մեջ կարող մի քանի հոգու տեսնենք ու ասենք դեղ որ ինքը պետքա միշտ խմի ու մեր համար այդ սովորական ընթացակարգ է, բայց իրենց համար սովորական չի։ Ես սովորաբար ասում, քանի դեռ բժշկությունը նոր ձեռքբերումներ չունի, ինչ որ նոր հայտնագործություններ ցնցող չկան, հա, պիտի խմել ստատինը։ Անկամ եթե պացիենտներ կան, ովքեր քննարկում են այդ ներարկովի դեղերի ընդունումը, որովհետև իրենք շատ հարմար է 6 ամիսը մեկ սրսկվել դեղ, հա։ Բայց այդ դեղերը օգտագործվում են ի հավելում ստատինի, անգամ շատ ցածր դեղաչափով, որովհետև մեզ պետք է ստատինի այդ հակաբորբոքային անոթի պատ կայունացնող ազդեցությունը։ Հատկապես որ ցածր դեղաչափերով իրենք շատ անմեղ դեղեր են։ Մենք ցածր դեղաչափերի դեպքում պրակտիկորեն ոչ մի կողմնակի բան չենք տեսնում։ Ընտրության ստատին ունես։ Դե հիմնականում ատորվաստատին ու ռոզովաստատինի մեջ է հարցը կախված երիկամային ֆունկցիայից ու կախված եթե պացիենտը ինչ որ գանգատներ մեկ-մեկ մկանացավեր է ունենում, ստիպված ենք լինում դոզաների, տեսակների, անգամ բրենդների մեջ ինչ որ մի քիչ ժանգլորություն անել, կարողանանք բավարարել։ Իսկ եթե ստատին նկատմամբ անտանելիություն է լինում ինչ որ պատճառով, հաջորդ ընտրությունը ո՞րն է գալիս։ Հաջորդ ընտրությունը գալիս է կամ այդ ներարկովի 6 ամիսը մեկն ենք ընտրում ինկլիսիրանը, նու տեղ շատ կախված է լիպոպրոտեին A-ի թվից, մեկ էլ պացիենտի ֆինանսական տարբեր, որովհետև եթե դիցուկ այդ 6 ամիսը մեկ մոտավորապես $1000 պատմություն է ու մենք այնտեղ ունենք նաև էվոլուկոմաբը, որը որ լիպոպրոտեին A է իջացնում, այսինքն եթե ես ունեմ պացիենտ, ով ունի նաև լիպոպրոտեին A խնդիր, ինձ ավելի հարմար է 2 շաբաթը մեկ էվոլուկոմաբ ինքը ստանա, որը դրսից պիտի բերի, սառնարանով պիտի բերի, որի ամեն շոթը մոտավորապես մինչև $300 կարող է հասնել ու ավելի թանկ կնստի, քան այն 6 ամիսը մեկ, այսինքն այստեղ տենց շատ խորանալու տեղ կա պացիենտի հետ տենց ընդհանուր որոշում կայացնելու։ Իսկ կենսակերպի տեսանկյունից ինչ պետք է անի կամ չանի պացիենտը, որպեսզի հնարավորինս նվազեցնի վնասակար մասնիկները, խոլեստերինը։ LDL-ի ApoB պարունակողների վրա կենսակերպը տենց բավականին լավ ազդեցություն ունի, ճիշտ է։ Այնպես չի որ մենակ իրենով հարց կլուծենք, բայց ես միշտ ասում եմ, որ ինքը մեզ կօգնի մեզնից հեռացնել ստատինի դեղաչափի բարձրացումը, որովհետև կյանքի ընթացքում այդ խոլեստերինի թվերը սովորաբար երբեք չեն իջնում, իրենք մենակ աճում են ու մենք կարիք ենք ունենում խոլեստերինի դեղի դոզա բարձրացնենք, երբ որ մարդը հետևում է իր սննդակարգին։ Ուտում է շաբաթական իր 2 անգամ ձուկը, փորձում է կենթանական մեր երկրում, գոնե առողջ վիճակում փորձում է կենթանական ճարպերը սահմանափակ քանակով օգտագործի, առանց ինչ որ բուռն զրկանքների, փորձում է մարզվի, ուժային մարզումները շատ կարևոր են, կարդիո մարզումները շատ կարևոր են, շաբաթական 3-ից 4 անգամ 40 րոպեով կարդիո անելը, 2-3 անգամ ուժային մարզումների սեսիա ունենալը, այդ ամեն ինչ որ ինքն անում է, ինքը մեզ օգնում է, որ հնարավորինս մեզանից հեռացնենք այդ դոզա բարձրացնելու օրը, իսկ դեղաչափի բարձրացում նշանակում է կողմնակի ազդեցություններ ավելի մեծ հավանականություն։ Եթե մենք կարող ենք տենց, չգիտեմ, 5 տարով հետաձգել ստատինը 20-ից 40 բարձրանալը, ինչի չօգտվենք այդ առիթից բացի այդ, չէ, մարզվելը միշտ ունի իր դրական կողմերը։ Մկանայի զանգվածը հավաքելը ունի իր լիքը, դա մենակ երբեք որ տարիքից այո, կառուցվածքի ու գեղեցկության մասին չի միայն։ Դա նրա մասին է, որ չգիտեմ, 40-50 տարեկանից հետո, երբ որ կանայք սկսում են շատ վայր ընկնել, իրենք չունենան են խոշոր կոտրվածքները, որովհետև իրենք ունեն մկանային զարգացած համակարգ։ Լիքը այդպիսի են առավելություններ, որը բերում է մարզվելը իր հետ։ Եթե փորձենք եզրափակել քո կարծիքով, արդյոք մենք կկարողանանք մի օր հաղթահարել աթերոսկլերոզի էպիդեմիան եւ ո՞րն է դրա ճանապարհը։ Արդյոք գոյություն կունենա մի եզակի դեղ միջամտություն, որ միջոցով մենք կկարողանանք հաղթել այդ թշնամուն, թե միգուցե այլ կարծիք ունես, կուզեի ընդհանուր լսել դրա մասին։ Վստահաբար չենք կարողանա։ Մի դեղով չենք որովհետև չէ, ընդհանուր առմամբ մեծ հաշվով աթերոսկլերոզը ինքը ինչ որ մեր երկար, այս քրոնիկ հիվանդությունները, հիպերտենզիան ու աթերոսկլերոզը մեր երկար ապրելու գինն են։ Համամիտ եմ, բայց գուցե մենք ուզում ենք անմահ լինել։
ուզում ենք։ Չգիտեմ, թեորապես կլինեն մարդիկ, որոնք դրան Ես կծկտեն։ կարծում եմ, որ մեծ հաշվով մեր անելիքը այդ վաղ մահերը կանխել, վաղ հաշմանդամությունները կանխել ու կյանքի որակը հնարավորինս երկար պահպանելն է, որտեվ նրա հաշվին, որ մարդիկ ողջ են մնում, այս գեները լիպոպրոտեին, A-ի եւ մնացածի ընտանեկան հիպերխոլեստերին պոպուլյացիայում իրանք անընդհատ տարածվում են ու այդ մարդիկ ողջ են մնում, չգիտեմ, ժամանակին այս տեսակ մարդիկ միգուցե անգամ չհասնեին սերունդ թողելու տարիքի, իսկ հետո այդ հոմոզիգոտ ձևերը դառնում են հետերոզիգոտ, իրենք ողջ են մնում, հոմոզիգոտները դառնում են հետերոզիգոտ ու մի խոսքով պոպուլյացիայում անընդհատ տարածվում է ու չգիտեմ, աթերոսկլերոզը մեծ հաշվով այդ էվոլյուցիոն տեսանկյունից, չէ, ինքը անոթի պատի վրա մեծ հաշվով ոնց որ վերքային հատված լինի, որտեղ լոկալ բջիջները փորձում են այդ վերքային հատվածը փակել ու այդ աթերոսկլերոզ թշնամական կարգավիճակ է ստեղծում այդ տեղին իդեալական բջիջների էնդոթելների համար, էնդոթելի բջիջների համար ու իրենք փորձում են ոնց որ մի բջջի մակարդակով ողջ մնալ, համակերպվել, ադապտացվել, վերածվել մի քիչ ավելի քիչ մասնագիտացված բջիջների, որովհետև տենց շատ հետաքրքիր հոդված կար, որը որ ասում է թե ոնց են էնդոթելոցիտները կորցնում իրենց ինքնությունը, իրենք ինքնության identity ճգնաժամ են ապրում ու փորձում են ավելի քիչ մասնագիտացված բջիջ դառնալ ու այդ վերքային մակերեսը փակել ինչ որ մի կերպ։ Դա մի հատիկ բջջի մակարդակով իրեն թույլ է տալիս ողջ մնալ այդ թշնամական միջավայրում, բայց անոթի պատի մակարդակով ստեղծում է ոչ կայուն վահանիկ, որովհետև այլևս պատի այդ հատվածը այն հարթ հայելանման հատվածը չի։ Այսինքն մենք դրսից, չգիտեմ, ծխախոտի միջոցով, բարձր LDL-ի միջոցով օքսիդացված, բարձր գլյուկոզի միջոցով շաքարային դիաբետի դեպքում անոթի այդ պատին դնում ենք շատ վատ դրության մեջ, որտեղ ինքը մի քիչ իր ինքնությունը կորցնում, դառնում է ուրիշ բան, փորձում ողջ մնալ ու ինքը ողջ է մնում, բայց տերը ողջ չի մնում արդյունքում։ Դրա համար էս մոտակա բուժումները արդեն մի քիչ փորձելու են ենթադրում եմ ես, ու մենակ ես չեմ ենթադրում, ազդել արդեն հենց այդ բլաշկայի ներսում էպիգենետիկ մեխանիզմով, այնպես անել, որ հենց այդ բլաշկան ինքը եթե կա, արդեն լինի ուղղակի կայուն, չանկայունանա, իսկ այդ լինելու են ինչ-որ թիրախավորված բուժումներ, որոնք գնալու են հենց ինչ-որ էպիգենետիկ մեխանիզմով ինչ-որ բաներ անջատեն ու լռեցնեն գեներ։ Precision բժշկություն, հա, պերսոնալիզացված բժշկություն։ Հենց այդ Ընդհանրապես գենետիկան կարծում եմ ապագան է եւ անհատականացված։ Հիմա անգամ ինչ-որ տենց տեղ կա, որ շատ փոքր ընտրանքի վրա արդեն փորձարկում են, որ այդ gen silence անեն, հենց LDL չարտադրվի։ Իհարկե իմ քիչ իմ համար վախենալու է թվում, եթե ես ընտրելու լինեի ստատինների մեկ էլ հավերժ ինչ-որ գեն անջատելու մեջ, դեռ կընտրեի ստատինները, որովհետև չգիտեմ հետևանքների մասին, բայց հաստատ ապագան գենային ու էպիգենետիկ մեխանիզմով տարբեր բաներ միացնել անջատելու մեջ է լինելու։ Դե մենք բժիշկները ընդհանրապես շատ կոնսերվատիվ ենք, որովհետև հասկանում ենք, որ մարդկային կյանքի հետ գործ ունենք, դա գիտակցում ենք, որ ամեն բջիջով զգում ենք մեզնից շատերը, բայց փաստը նա է, որ բժշկությունը շատ ու շատ զարգացել է դարերի ընթացքում։ Չափազանց։ Ինքը լուրջ էվոլյուցիա է ապրել եւ սրա համար պետք է իսկապես շնորհակալություն հայտնել այն խիզախներին, որոնք որոշ դեպքերում նույնիսկ իրենց անձնական օրինակով փորձել են ու կարողացել են այդ նոր թերապևտիկ թիրախները մտցնել եւ դարձնել մեր իրականությունը։ Վիկա ջան, շատ շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրը եղար, շատ իմ կարծիքով իմ գնահատական շատ հետաքրքրական եւ շատ օգտակար էպիզոդ ունեցանք։ Բարեկամներ, ուղարկեք այս էպիզոդը ձեր այն հարազատներին, ովքեր ունեն հարցեր, հարցադրումներ խոլեստերինի արյան մեջ մակարդակի, աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդության, երկարակեցության եւ բժշկության էվոլյուցիայի վերաբերյալ։ Ձեզ հետ էի ես, Տաթևիկ Հովակիմյանը եւ մեր հյուրներ սրտաբան Վիկտորիա Մելոյանը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, կհանդիպենք, երբ հանդիպենք։ Ցտեսություն։